Ինքներս մեզ հաղթելով։ Այսպիսին է Բագրատ Սրբազանի առաջարկած ճանապարհը պետություն, եկեղեցի, ազգ փոխգործակցության առանցքի տեսանկյունից։ Գրքի շնորհանդես քննարկումներ, ինտերակտիվ, հետաքրքիր։ Այս գրքի շնորհանդեսը ևս մեկ ապացույցն է, որ Բագրատ Սրբազանին մենք երբեք բացակա չենք դնում, անկախ փաստից ինքը կլանավայրում է թե ոչ։ Գիտական, բայց եւ հանրամատչելի։ Այսպես է բնութագրում գիրքը քաղաքագետ Genesis Armenia ուղեղային կենտրոն հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Գիրքը շատ ավելի շուտ է սկսել Բագրատ Սրբազանը վերջին մի քանի տարվա ընթացքում պարբերաբար եւ հոդվածներով էր հանդես գալիս եւ ուսումնասիրություններով, ինքը մշտապես գրի ու գրականության առաջատարներից է եղել, անկախ փաստից Սրբազան շարժումը առաջնորդել է թե ոչ, Բագրատ arczepiskopos Գալստանյանը մեր ժամանակակից մտավորականության կարող եմ ասել աբահայրերից մեկն է, իր բեղուն գրչով, իր արթուն եւ պայծառ մտքով։ Գրքի մի մասը նվիրված է եկեղեցի բժշկագիտություն կապին։ Միջոցառման բանախոս Եկատերինա Թայիրյանը շատ կարևոր է համարում եկեղեցու եւ պետական մարմինների միասնական աշխատանքը մեր ազգաբնակչության առողջությունը բարելավելու համար։ Փոխանակ մեր այսօրվա իշխանությունները զբաղվեն այս հարցերով եւ կարողանան օգտվել մեր եկեղեցու այս իմաստագույն ուրեմն գիտական, գիտահեն աստվածաբանական գիտությունների վրա հիմնված խորհուրդներին բարելավելու մեր առողջապահությունը։ Ես չգիտեմ ինչով են զբաղված։ Բանախոսը կարծում է, որ սա գիրք ուղեցույց է, որում ներկայացված է, թե ինչպես մեզ պետք է դրսևորենք որպես հանրություն, ժողովուրդ եւ հնամենի քրիստոնյա ազգ։ Իսկ փոխգործակցության ուղիները բազմաթիվ են։ Գրքի խմբագիր քաղաքական գիտությունների դոկտոր Արսեն Գասպարյանը վերհիշում է, ինչպես ծնվեց գրքի գաղափարը։ Ինչպես սիրելի Թովմասը նշեց, Միտք եւ բանկ եւ Ավետյաց երկիր գրքերը ոգևորեցին ինձ շատ, երբ որ ես կարդացի եւ առաջարկեցի Բագրատ Սրբազանին մեկ նոր հատոր հրատարակել հանրային աստվածաբանության ժանրից։ Քաղաքագետը թվարկելով հայերի ունեցած կորուստներն ու դժվարությունները ընդգծում էր ձևավորված զոհի հոգեբանության հանգամանքը։ Մենք պարտավոր ենք այդ զոհի հոգեբանությունից վեր լինել, հաղթահարել դա, հաղթելով ինքներս մեզ։ Ինչ վերաբերում է մեր պետությանը, ես երբ որ նախաբանն էի գրքի գրում, մի էպիգրաֆ ընտրեցի, որը Սրբազանի դուրն էլ շատ եկավ, գրել է դա կարդինալ Ռիշելիեն 17-րդ դարում։ Ասում է, մարդ անմահ է, նրա փրկությունը մայից հետո է։ Պետություն անմահություն չունի, նրա փրկությունը հիմա է կամ երբեք։ Հայր Ռուբեն Զարգարյանը հատկանշական էր համարում Բագրատ Սրբազանի անդրադարձը հայերեն թարգմանված առաջին նախադասությանը։ Մենք շատ հաճախ իսկապես չենք հասկանում այստեղ ինչ է ասվում։ Իմաստություն, խրատ, հանճարի խոսքեր եւ այլն։ Ես հիմա չեմ անդրադառնա դրան, բայց կանդրադառնամ առաջի բառերին։ Ճանաչել, իմանալ, ընդունել, որովհետեւ հաջորդ տողը, որ մենք չենք արտասանում, ընդունելն է։ Իսկ շարունակությունը, արդարություն, ուրեմն իրավունք եւ ուղղություն կամ ուղղամտություն։ Ինչ վերաբերում է կրթությանը, ապա ուսուցիչները եւ վարդապետները պարզապես գիտելիքի փոխանցող չեն։ Գլխավոր նպատակն այլ է՝ ստեղծել առաքինի մարդ։ Հայր Ռուբեն Զարգարյանը մեկնում է առաջին նախադասության նշանակությունը։ Արդար մարդ, հատկապես արդար Աստծո եւ մարդկանց առաջ։ Ահա թե որն է Բագրատ Սրբազանի տեսլականը։ Իսկ թե ինչպես, հարցի պատասխանը նորից կտա գրքի վերնագիրը։ Ինքներս մեզ հաղթելով։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։